Վստահ եմ շատ մայրիկներ կուզենան մտավորականից, արվեստագետից լսել, որովհետև շատերի մոտ կա մտավախություն, մտահոգություն նոր սերնդի հետ կապված, որոնք ստիպված են աղբ լսել, ինչքան էլ որ փորձես վերահսկել։ Լավ օրինակ կարող եք լինել, ինչ խորհուրդ կտաք, ինչ անեն, հեքիաթներ կարդան, ինչպես ելք կա։ Ես ուղղակի կարող եմ իմ օրինակը բերել։ Ես իմ երկու տղաներին էլ վերաբերել եմ որպես անհատականություն։ Երբեք չի կարելի երեխային քո նման դարձնել։ Ստիպել դուք խեղում եք իրեն, իր բնությունը։ Ինքը անհատ է, ինքը ուրիշ մարդ է։ Միակ բանը, որ ձեզնից գնում է անել, դա իրենց կրթելն է։ Դա երաժշտություն միացնելն է, ոչ բարձր, որպեսզի չնյարդայնանա երեխան։ Դա լավ գրքեր, սկզբում մի քիչ բարձր կարդալ, ասենք դու ես կարդում, եւ ասում ես, վայ հələ մի հատ նայեք ինչ համով բան ա գրված։ Հետո այդ գիրքը թողնում ես մի անկյունում։ Դա մեծ թուղթ դնելն է սենյակի կենտրոնում եւ լիքը ներկերը լցնելն է, որտեվ երեխան իր էմոցիաները գույնով է արտահայտում։